նախ կասացիք, որ սկուտ եք բականային ընդնդումը, որ ձեր առաջարկով ընդամենը զորավոր չեք ուժամով պետք է խոսակցինա իչնի, ես չեք լավ չպիսեցին դեր խոսքում ասացիք, թե չեք խնդրեմ նորից հստակ ասել, թե ձեր առաջարկով է քանի դրամով պետք է իչնի հոսանքի ցանկագինը և ինչով է սխալ իրենց հաշվարկը, և եթե նոյեմբերի մինչև 18-ը պետք է նիստը լինի ՀՑԿՀ-ի, հուսանք բաց կլինի և բոլորս մեկը կգտնվենք, այսինքն պայմաններ կստեղծեն, այդպես ուղղունայից զստայեցել, եթե ՀՑԿՀ-ն որոշի, որ պետք է զրկի հեցին լիցենզիայից, վերջո որն է լինելու ձեր քայլերը և ինչ է դրանից սպասվում, և ինձ տեղեկություն են ասել, որ Ռոմանոս Պետրոսյանը դրանից հետո ամեն դեպքում կհեռանա և ելիք վերադառնա փողոցը, չգիտեմ, հետո կդառնա կառավարչի ընդհանրապես ճակատագրի ստացվում Առաջինը 0.2 դրամի հետ կապված ձեզ ասեցի 3.6 միլիարդը այս պահին 1.6 միլիարդը մոտավորապես բնակչությունը հոկտեմբերի 1-ի դրությամբ, եթե հանում ենք 3 ամիս մոտավորապես 1.2 միլիարդի կարգի է եղել այդ ժամանակ, երբ որ մենք ասել ենք սակագին իջացրեք, այսինքն ավելացված գումարը բաժանել 1.2 միլիարդ ծախսի վրա, անում է 3 դրամ։ Պատկերացիք, то есть տարվա կեսը փաստացի, տարվա կեսին այսքան շահույթ ես ունեցել եւ ունեցել ես այսքան կիլովատ բնակության ծախս։ Դա նշանակում է նա բաժանել նրան։ Իրենք վերցրել են տարվա մոտավորապես 5.6 միլիարդն են բաժանել ամբողջ բնակության, ամբողջ մեր ոչ միայն բնակության, ամբողջի ծախսը, որի արդյունքում ստացել են իրենց ասած 0.5, 2.05-ից ավել է անում միանշանակ, որից հանել են այն սուտը, որ բռնվեց, այսպես ասած, որ մենք իբրև թե ներդրումային ծրագիր ենք տարել, որի արդյունքում պետք է թանկանար, չէ, իրենք ինչ են ասում, մի կողմից ասում են էժանացրեք, մյուս կողմից բերել են մի հատ ծրագիր, որի արդյունքում թանկանալու է։ Այդ ձայնագրության մեջ բարձ լսվում է, ես ինչպես եմ ասում, ընդհուպ մեր հաշվին, այսինքն մենք այդ թանկացումը կանխելու ենք։ Հիմա այդ պարագայում արդեն 0.3-ն էլ եթե գումարվում է, իրանց ասած 0.2 դրամ ուղղակի սուտ է։ Դե ասեցի, մոտավորապես 3 դրամ ամբողջ բնակության համար։ Հիմա արդեն հաշվի առնելով, որ 3.6 միլիարդը դարձել է 7.2 միլիարդ, իսկ բնակության ծախսը 1.6 միլիարդ, այդ դեպքում 7.2 միլիարդը պետք է բաժանել 1.6 միլիարդ։ Հիմա իրանք ուզում են տեղեկություններ շատան, որ պահեն, պոպուլիստական քայլ անեն։ Իհարկե, ինչ որ արել են անցած տարի։ Գազի, ես մի առիթով ասել եմ, գազի Գազպրոմ Արմենիան դոլար դրամ ժամանակին պայմանագրի կնքման արդյունքում դոլար դրամի տարբերության արդյունքում մոտավորապես 20 միլիարդ դրամ փողում էր։ Հիմա հարցրեք, որ հանդիպեք, ասեք ուր է այդ 20 միլիարդը։ Ինչի այդ 20 միլիարդից գումարը բերեցիք, որպեսզի 25 թվականի փետրվարի 1-ին զսպեք սակագնի աճը։ Եվ մյուս գումարն ինչ եք անելու։ Ես համոզված եմ, որ ընտրություններից առաջ հաշվի առնելով, որ բոլոր մեթոդների դիմելու են, բոլոր, որ իհարկե կարող է կարճաժամկետ լինի իրենց համար, դիմելու են, որպեսզի բերեն այդ գազից, տեղից, որտեղից ուզում ա լինի, ինչքան գումար ուզում ավելացած լինի, բերեն սակագինի իջացնեն, ասեն, տեսեք, մեր կառավարիչն եկավ, սակագինի իջավ, ընտրեք մեզ։ Հեցի լիցենզիայի զրկելու մասով դուք եք, չէ, երևի ոնց որ դուք եք հարցում արել նիստի դահլիճի հետ կապված։ Ճիշտն ասած, այդ ինֆորմացիան մենք էլ ունենք, որ ինչ որ փոքր դահլիճում են ուզում անել, չենք ուզում ուղղակի հրապարակել, սպասելով տեսնենք ինչ կլինի։ Ես անցյալ անգամ առաջարկեցի, եթե դահլիճի խնդիր ունեն, մենք պատրաստ ենք մեծ դահլիճ տրամադրել, որովհետև չեմ ուզում 100% ասել, բայց իմ ինֆորմացիայով քաղաքացիներ իրավունք ունեն լինել այդ նիստին։ Այսինքն բոլոր շահագրգիռ կողմեր, այնտեղ հանձնաժողովում հավատարմագրված ՀԿ-ներ կան, որը էլի զրոյացրեցին, այսինքն 4 ՀԿ, եթե չեմ սխալվում, տարեկան բյուջեից գումար են ստանում, հավատարմագրվում են սպառողների պաշտպանություն, կոնկրետ էներգետիկայի մասով։ Հիմա եթե կառավարությունը դա նախաձեռնեց, նշանակում է այդ ՀԿ-ները չէին աշխատում։ ՀԿ-ները մեր հետ բազմաթիվ անգամ աշխատել են, բոլոր հարցերը փորձել են լուծել։ Այսինքն այդ նիստը պետք է լինի բաց, ընդլայնված եւ առանց ժամանակի սահմանափակման։ Մեր պահանջը դա է։ Ես էլ ձեզ եմ վստահում, հաշվի առնելով ձեր ճնշումը եւ ունակությունները, կարծում եմ այո կանեն, թե չէ չէին անելու, իմ կարծիքով։ Ինչ վերաբերում է լիցենզիայից զրկելուց հետո կառավարչին, լիցենզիայից զրկելուց հետո այնտեղ 3 ամսյա ժամկետ կա բանակցություններ սեփականատիրոջ հետ, որի ժամանակ հանձնաժողովի նախագահ իրավունք ունի կառավարիչ նշանակելու, անգամ նույնին վերանշանակելու։ Ես անցած անգամ հայտարարեցի, որ իրեն շատ լավ է զգում կառավարիչը իր
այո, հանուն Հայաստանի Հանրապետության 6-7 անգամ ավել աշխատավարձ է ստանում եւ շատ հարմարավետ է զգում, բայց երկրորդ սցենարը իմ չէ, սեփական Կարապետյանը, հա։ Ես հիշում եք մի անգամ հարցրեց։ Չէ, գլխավոր տնօրենը աշխատավարձ է ստանում, ուղղակի ումից է ստանում, վայրեն մի անգամ հարցրեց, ասեց դուք միլիարդա տերեք, ասի Աստված ձայնդ լսի։ 5 ու քանի միլիոն։ Դե արդեն հրապարակված թիվ է, բայց 690 թե 790 հազար ստացել է այդ նախկին պաշտոնում, ինչ էր, այն որ պետք է հասկեր ամբողջ հանրապետության պետական, այո, որպեսզի կոռուպցիա չլիներ։ Դե թող բարձրացնեն, հավասարվեն իրար։ Նկատի ունեմ, եթե երկրորդ սցենարը գործի իրեն նորից տանեն ՊՎԾ, համոզված եմ, որով էլ նշանակվի լինելու է իր կոնտրոլի տակ։ Այսինքն իր վերահսկողության տակ է լինելու եւ հեծը միևնույն է ինքն է։ Ես անցած անգամ ասել եմ, հիմա կրկնում եմ, հաշվի առնելով, որ հանձնաժողով, գիտեք, ախր հանձնաժողովի նախագահը մոռանում է, որ տարի ու կես եղել է հանձնաժողովի անդամ։ 19-20 թվականի նոյեմբերին է դուրս եկել, Կոտայքի մարզպետ է դարձել։ Անցյալ օրը հանձնաժողովի նախագահին ասում են, լավ, բա այս 4-5 տարվա մեջ այդ որ եւ ինչպես ասեմ, պեկնել է տվել զորայական տեղեկանք ստուգումից հետո։ Մեզ անգամ այդպիսի գովասանագիր են տվել, որ եթե չեմ սխալվում է, որ մենք լավ հարկ վճարող ենք։ Եվ հանձնաժողովն էլ որևիցե ձևով, որևիցե իր այսպես ներդրումները ընդունելով մյուսով հաստատել է, որ հիմնարկը աշխատում է նորմալ։ Հիմա այս պարագայում իրեն հարց են տալի, ասում են, բա ինչպես եղավ, բա նախորդը ես ինչ անեմ, ես իմ համար եմ պատասխան տալի։ Իմ ջանց ձեզ ասեմ, հանձնաժողովի մնացած 4 անդամները, ընդդիմադիր անդամը հանած, ընդդիմադիր անդամը, եթե չեմ սխալվում, 4 տարի աշխատում։ Մնացած անդամները 18 թվից աշխատում, 18-ի վերջից։ Այսինքն ինքը իր գոլեգաներին, այսպես կներեք հազար անգամ իրեն մեջտեղից ամբողջ պատվերը ինքն է կատարում անձամբ, ի սկզբանե կատարել։ Իր գոլեգաներին հանում է, իրեն հանում է արանքից մեղադրելով գոլեգաներին։ Խնդրում եմ բացատրեք, ինչ ասել է հեծին լիցենզիայի զրկել։ Դրանից հետո ինչ պրոցեսներ նախատեսվում։ Դա եմ ասում, 3 ամիս բանակցություններ, եթե բանակցությունները արդյունք չեն տալիս, արդեն պետությունը նախապատվություն ունենալով որպես գնորդ լինելու կամ ինքը կարող է գնել կամ կարող է օտարել այլ կազմակերպություն։